Վլադիմիր Արսենև Դերսու ու Զալա Առաջին մաս Գիշերային հյուրը 1902 թվին ես որսորդական խմբի հետ միասին բարձրանում էի Ուսուրիիսկ ծոցը թափվող Ցիմուխի գետով։ Մեր ջոկատը փոթորկաթափ ծառերի մեջ ընկավ։ Միայն երեկոյան դեմ հաջողվեց մի լեռնագագաթի մոտենալ։ Մարդկանց և ձիերը կանգնեցնելով, ես վեր բարձրացա շրջակայքը դիտելու։ Այն, ինչ տեսա, միանգամից կասկածս ցրեց։ Գմբեթաձև սարը, որի վրա էինք հենց այդ րոպեին, հենց այն հանգույցն էր, որ մենք էինք փնտրում։ Երբ մոտեցա ջոկատին, արևն արդեն մայր էր մտնում և պետք էր շտապ ջուր գտնել, որի կարիքը շատ էին զգում թե մարդիկ, թե ձիերը։ Վայրեջքը գմբեթաձև սարից սկզբում թեք էր, բայց հետո գահավեժ դարձավ։ Ձիերը հետևի ոտքերի վրա նստելով էին իջնում։ Բեռներն առաջ էին սահում և ձիերի գլխներին կընկնեին, եթե թամբերն անրափոկեր չունենային։ Հարկ եղավ երկար կեռմաններ կատարել, ինչն այստեղ փռված բազմաթիվ փոթորկաթափ ծառերի միջով այնքան էլ հեշտ չէր։ Լեռնանցքի մյուս կողմում մենք միանգամից ձորերն ընկանք։ «Ոչինչ», ասում էին հրաձիգները, «մի կերպ կգիշերենք, այստեղ հոտ տարով չենք մնալու, վաղն ավելի ուրախ տեղ կգտնենք»։ Այստեղ մնալը սրտովս չէր, սակայն ուրիշ ինչ կարող էի անել։ Կիրճի ներքևում մի վտակ էր աղմկում։ Ես այդ կողմը գնացի և ավելի հարթ տեղ ընտրելով հրամայեցի վրաններ թողնել։ Անտառի լռությունը միանգամից թնդաց կացինների թրխկոցից ու մարդկանց ձայներից։ Հրաձիգները սկսեցին փայտ կտրել, ձիերի թամբերը վերցնել ու ընթրիք պատրաստել։ Խեղճ ձիեր։ Քարերի ու փոթորկաթափ ծառերի մեջ նրանք պետք է քաղցած մնային։ Բայց դրա փոխարեն վաղը, եթե մեզ հաջողվի երկրագործական ֆանզաներին հասնել, նրանց կկերակրենք ինչպես հարկն է։ Մեր բացօթյակում ամեն ինչ կամաց-կամաց սկսեց հանգստանալ։ Թեյից հետո ամեն մեկն սկսեց իր գործով զբաղվել։ Մեկը հրացան էր մաքրում, մյուսը թամբն էր ուղղում կամ պատռված հագուստ կարկատում։ Այդպիսի աշխատանք միշտ շատ է լինում։ Իրենց գործը վերջացնելով, մարդիկ, իրար կպչելով ու գրատներով ծածկվելով, քնեցին մեռածի պես։ Ձիերն էլ, անտառում կեր չգտնելով, մոտեցան բացօթյակին և գլուխները կախելով քուն մտան։ Քնած չէինք միայն ես ու Վոլենտևը։ Ես անցած ուղեցուցակն էի օրագրում, իսկ նա կոշիկներն էր կարկատում։ Երեկոյան ժամը 10-ին ես տետրակս ծածկեցի և յափնջիով փաթաթվելով պառկեցի կրակի մոտ։ Հանկարծ ձիերը գլուխները բարձրացրին ու ականջները սրեցին, հետո հանգստացան ու նորից քուն մտան։ Սկզբում մենք սրա վրա առանձին ուշադրություն չդարձրինք ու շարունակում էինք զրուցել։ Մի քանի րոպե անցավ։ Ես ինչ-որ բան հարցրի Վոլենտևին և պատասխան չստանալով շուռ եկա նրա կողմը։ Նա ոտքի վրա էր, սպասողական դիրքով, և ձեռքով խարույկի լույսը փակելով մի կետի էր նայում։ «Ինչ պատահեց», հարցրի ես։ «Սարից մեկը ցած է իջնում», շշուկով պատասխանեց նա։ Երկուսս էլ սկսեցինք ականջ դնել, սակայն մեր շուրջը խաղաղ էր, այնպես խաղաղ, ինչպես միայն անտառում է լինում աշնան ցուրտ երեկոյին։ Հանկարծ վերևից մանր քարեր թափվեցին։ «Երևի արջ է», ասաց Վոլենտևը և սկսեց հրացանը լցնել։ «Կրակիր հարկավոր չէ, իմ մարդիկ», մթության միջից լսվեց մի ձայն, և մի քանի րոպեից հետո մեր կրակին մի մարդ մոտեցավ։ Նա հագել էր եղջերվի մորթուց վերնազգեստ և նույնպիսի վարտիք։ Գլխին մի տեսակ փաթեթ էր, ոտքերին ունտ էր, մեջքին մեծ մախաղ, իսկ ձեռքին հենարան ու հին երկար հրացան։ «Բարև, կապիտան», ասաց եկվորը դառնալով ինձ։ Այնուհետև իր հրացանը դեմ արեց ծառին, մեջքից իջեցրեց մախաղը և, քրտնած դեմքը շապկի թևքով սրբելով, նստեց կրակի մոտ։ Այժմ ես կարող էի նրան ավելի լավ ուսումնասիրել։ Արտաքուստ մոտ 45 տարեկան կլիներ։ Ոչ բարձրահասակ, թիկնավետ մարդ էր։
Նրա այրված դեմքը բնորոշ էր տեղացիներին։ Դուրս ցցված այտոսկրեր, փոքրիկ քիթ, արտևանունքների մոնղոլական ծալքերով աչքեր եւ մեծ բերան։ Անծանոթը մեզ այնպես էր դիտում, ինչպես մենք նրան։ Նա ծոցից հանեց ծխախոտով լի քսակը, լցրեց չիբուխը եւ լուռ սկսեց ծխել։ Առանց հարցնելու, թե ով է եւ որտեղացի, ես նրան ուտելու բան առաջարկեցի։ Այդպես է ընդունված տայգայում։ Շնորհակալ եմ, կապիտան, ասաց նա։ Ես շատ ուտել ուզել, այսօր ես ուտել բան չունել։ Մինչ նա ուտում էր, ես զննում էի նրան։ Նրա գոտուց որսորդական դանակ էր կախված։ Երևում էր, որ որսորդ է։ Ձեռքերը կոշտացած չանգռտված էին։ Նույնպիսի, բայց ավելի խոր չանգռվածքներ կային դեմքին, մեկը ճակատին, մի ուրիշն էլ այտին, ականջի մոտ։ Մեր հյուրը լրակյացներից էր։ Վերջապես Վոլենտևը չդիմացավ եւ եկվորին ուղղակի հարցրեց. Դու ով ես, չինացի, թե կորեացի։ Ես Գոլդ, կարճ պատասխանեց նա։ Դու, ինչպես երևում է, որսորդ ես, հարցրի ես նրան։ Այո, պատասխանեց նա։ Ես միշտ որս գնալ, ուրիշ գործ չկա, ձուկ բռնել չկա, միայն որս կա։ Իսկ որտեղ ես ապրում, շարունակեց հարցուփորձ անել Վոլենտևը։ Ես տուն չկա, ես միշտ սարերում ապրի, կրակ դնի, վրան շինի, քնի, միշտ որս գնա, ինչպես տանը ապրի։ Այնուհետև նա պատմեց, թե այսօր շիկերե որսալու էր դուրս եկել։ Մի էկ շիկերե է վիրավորել, բայց թեթևակի։ Վերքի հետքով գնալով դեմ է առել մեր հետքերին, որոնք նրան ձորերն են բերել։ Հենց որ մթնել է, նա կրակ է տեսել եւ ուղիղ դեպի կրակն էլ եկել է։ Ես կամաց գնալ, ասում էր նա, մտածել, ինչ մարդիկ բլրից հեռու գնալ, տեսնել կապիտան կա, զինվոր կա, այն ժամանակ ուղիղ գնալ։ Անունդ ինչ է, հարցրի ես անծանոթին։ Դերսու Ուզալա, պատասխանեց նա։ Այս մարդն ինձ հետաքրքրեց։ Նրանում ինչ-որ առանձնահատուկ բան կար։ Խոսում էր պարզ ու խաղաղ, իրեն պահում էր համեստ, առանց շողոքորթելու։ Մենք սկսեցինք զրուցել։ Նա երկար պատմում էր ինձ իր կյանքի մասին։ Ես իմ առջև տեսնում էի նախնական շրջանի մի որսորդ, որն իր ամբողջ կյանքը տայգայում է անցկացրել։ Նա իր ապրուստի միջոցները հայթայթում էր հրացանով եւ իր որսի արդյունքը չինացիների մոտ փոխարինում էր ծխախոտով, արճիճով ու վառոդով։ Հրացանը հորից էր ժառանգություն մնացել։ Հետո նա պատմեց, թե ինքն այժմ 53 տարեկան է, թե երբեք տուն չի ունեցել, միշտ ապրել է բաց երկնքի տակ եւ միայն ձմեռն է կեչու կեղևներից իր համար յուրտ շինել։ Նրա մանկական հիշողության թույլ շողերն էին գետը, վրանը, կրակը, հայրը, մայրը եւ փոքրիկ քույրը։ Բոլորը վաղուց մեռել, վերջացրեց նա իր պատմությունն ու մտքի մեջ ընկավ։ Նա մի փոքր լռեց եւ նորից շարունակեց. Առաջ ինձ էլ կին տղա աղջիկ լինել, ծաղիկը բոլոր մարդիկ վերջացնել, հիմա ես մենակ մնացել։ Ցանկանում էի մի կերպ կարեկցանքս արտահայտել, նրա համար մի բան անել, բայց չգիտեի, թե ինչպես եւ ինչ։ Վերջապես մտածեցի եւ առաջարկեցի իր հին հրացանը փոխել նորի հետ, բայց նա հրաժարվեց, ասելով, թե հրացանը իր համար շատ թանկ է, որպես հորից մնացած հիշատակ, թե ինքը վարժվել է նրան, թե ինքը շատ լավ է խփում։ Նա ձգվեց դեպի ծառը, վերցրեց իր հրացանը եւ սկսեց ձեռքով շփել ագուստը։ Երկնքում աստղերը վաղուց էին տեղաշարժվել եւ ցույց էին տալիս, թե կեսգիշերը վաղուց է անցել, իսկ մենք դեռ խարույկի մոտ նստած զրույց էինք անում։ Ավելի շատ դերսուն էր խոսում, իսկ ես լսում էի նրան եւ լսում էի բավականությամբ։ Նա պատմում էր ինձ իր որսի մասին, վագրերի հանդիպելու մասին։ Մի անգամ վագրն ընկնում է նրա վրա ու խիստ վիրավորում։ Կինը մի քանի օր շարունակ փնտրում եւ հետքերով գտնում է նրան ուժասպառ արյունակամ եղած։ Քանի նա հիվանդ էր, կինն էր որսի գնում։ Հետո սկսեցի նրան հարցուփորձ անել այն տեղի մասին, որտեղ մենք էինք գտնվում։ Նա ասաց, թե Լեֆու գետի ակունքն է,
եւ թե վաղը մենք կհասնենք գազանորցների առաջին ֆազային։ Քնած հրաձիգներից մեկը զարթնեց, զարմացած նայեց մեզ երկուսիս, ինքն իրեն ինչ-որ բան փնթփնթաց, ժպտաց ու նորից քնեց։ Երկնքում ու երկրի երեսին դեռ մութ էր։ Միայն այն կողմում, որտեղից նորանոր աստղեր էին բարձրանում, զգացվում էր լուսաբացի մոտենալը։ Գետնին առատ ցող էր իջնում, ստույգ նշան, թե վաղը լավ եղանակ է լինելու։ Մի ժամից արևելքն սկսեց շառագունել։ Ժամացույցից նայեցի։ Առավոտյան ժամը 6-ն էր։ Հերթական արտելորդին արթնացնելու ժամանակն էր։ Ուսը թափահարեցի, նա նստեց ու սկսեց ճմլկոտալ։ Խարույկի լույսն աչքերը ծակծկում էր։ Նա դեմքը կնճռոտեց։ Այնուհետև դերսույն տեսնելով ինքն իրեն մի բան ասաց, ժպտաց. «Այ զարմանք, ամամարդ է, հա», եւ սկսեց ոտնամանները հագնել։ Շուտով մեր բացօթյակը նորից կենդանացավ։ Մարդիկ սկսեցին խոսել, ձիերն անզգա վիճակից սթափվեցին, հեռվում ճչաց երկարակտուցը, ցածում ձորում նրան արձագանքեց մեկ ուրիշը։ Լսվեց փայտփորի ճիչը եւ ականջ ծակող երաժշտությունը։ Տայգան արթնացավ։ Րոպե առ րոպե ավելի էր լուսանում, եւ հանկարծ արևի վառ ճառագայթները սարի հետևից խուրձ պոկվեցին ու լուսավորեցին ամբողջ անտառը։ Մեր բացօթյակն այժմ այլ կերպարանք ընդունեց։ Վառ խարույկի տեղում մոխրակույտ էր, կրակ չէր երևում, այնտեղ ուր վրանն էր, տրորված խոտի վրա միայն ձողեր էին երևում։ Վարազի որսը։ Թեյից հետո հրաձիգներն սկսեցին ձիերը բեռնել։ Դերսուն նույնպես սկսեց պատրաստվել։ Նա հագավ իր մախաղը, ձեռքն առավ հենափայտն ու հրացանը։ Մեր ջոկատը ճանապարհ ընկավ։ Դերսուն եկավ մեզ հետ։ Նույն կիրճը, որով մենք գնում էինք, երկար էր ու ոլորապտույտ։ Աջից ու ձախից նույնպիսի կիրճեր էին մոտենում։ Կիրճերով աղմուկով ջուր էր վազվզում։ Ռասպադոկը հետզհետե հետե լայնանալով հովիտի փոխվեց։ Այստեղ ծառերի վրա հին տաշված նշաններ կային։ Դրանք մեզ հասցրին մի արահետի։ Գոլդը գնում էր առջևից եւ շարունակ ուշադրությամբ ոտների տակն էր նայում։ Երբեմն նա կռանում ու ձեռքով զննում էր տերևները։ Ինչ է եղել, հարցրի նրան։ Դերսուն կանգ առավ եւ ասաց, թե սա ձիերի արահետ չէ, այլ հետևակի, թե ինքը սամույրների թակարդների վրայով է անցնում, թե մի քանի օր առաջ այդ արահետով մի մարդ է անցել, որը ամենայն հավանականությամբ չինացի է եղել։ Գոլդի խոսքերը բոլորիս զարմացրին։ Նկատելով, որ մենք անվստահությամբ վերաբերվեցինք իրեն, նա բացականչեց. «Ինչպես դուք ոչ հասկանալ, նայիր դու»։ Դրանից հետո նա այնպիսի ապացույցներ բերեց, որ մեր կասկածները միանգամից փարատվեցին։ Ամեն ինչ այնքան էր պարզ ու հասարակ, որ ես զարմացա, թե ինչու առաջ չէի նկատել։ Արահետում ոչ միտեղ ձիերի հետքեր չկային։ Երկու կողմի ճյուղերը մաքրված չէին։ Մեր ձիերը դժվարությամբ էին առաջ գնում, եւ բեռները շարունակ դիպցնում էին ծառերին։ Բացի դրանից, կեռմաններն այնքան զառիթափ էին, որ ձիերը պտույտ գալ չէին կարողանում, այլ ստիպված էին լինում շրջանց կատարել։ Առուներն անցնելիս հետքերը գերանների վրայով էին ընկած, արահետը երբեք ջուրը չէր իջնում։ Փոթորկաթափ ծառերը, որոնք փակում էին ճանապարհը, բացած չէին։ Մարդիկ ազատ էին անցնում, իսկ ձիերին քաշում էին կողքից։ Այս բոլորն ապացույց էր, որ արահետը հարմարեցված չէր բեռներով ճանապարհորդության համար։ Վաղուց միայն մարդիկ գնա, ասում էր Դերսուն, կարծես ինքն իրեն։ Մարդիկ գնա վերջացավ, անձրև գնա։ Եվ նա սկսեց հաշվել, թե վերջին անձրևը երբ է եղել։ Մենք ամբողջ 2 ժամ գնում էինք այդ արահետով։ Ասեղնատերև անտառն աստիճանաբար խառն անտառի էր փոխվում։ Կաղամախին, թխկին, բարդին, կեչին ու լորենին ավելի ու ավելի հաճախ էին հանդիպում։ Ես ուզում էի երկրորդ հանգիստը տալ, սակայն Դերսուն խորհուրդ տվեց մի փոքր էլ քայլել։
Մենք այստեղ շուտով բալագան գտնել, ասաց նա և ցույց տվեց այն ծառերը, որոնք կեղևահան էին հարված։ Ես նրան իսկույն հասկացա։ Ուրեմն մոտակայքում պիտի լինի այն, որի համար կեղևներ են հարկավոր եղել։ Մենք արագացրինք մեր քայլերը և 10 րոպեից առվի ափին միաթափ տանիքավոր փոքրիկ բալագան տեսանք, որ շինել էին որսորդները կամ ժենշեն փնտրողները։ Մեր նոր ծանոթը 4 կողմից դիտելով բալագանը կրկին պնդեց, որ մի քանի օր առաջ խոտի վրայով չինացի է անցել, որը գիշերել է այդ բալագանում։ Այդ էին վկայում անձրևածեց մոխիրը, խոտե անկողինը և այդտեղ թափված հին դաբայե ծնկալաթերը։ Այդ ժամանակ ես հասկացա, որ դերսուն հասարակ մարդ չէ, այլ մարդկանց ու կենդանիների հետքերով նրանց շարժման ուղղությունն ու ժամանակը որոշող։ Պետք էր ձիերին կերակրել։ Ես որոշեցի օգտվել դրանից, պառկեցի եղևնու ստվերում և իսկույն քնեցի։ 2 ժամ հետո ինձ արթնացրեց Վոլենտևը։ Արթնանալով տեսա, որ դերսում փայտ է ջարդել, ծառի կեղև է ժողովել ու այդ բոլորը դարսել բալագանում։ Ես կարծեցի, թե նա ուզում է վառել բալագանը, սկսեցի համոզել, որ հրաժարվի այդ մտքից, բայց պատասխանի փոխարեն նա ինձնից մի պտղունց աղ և մի բուռ բրինձ խնդրեց։ Ինձ հետաքրքրում էր, թե ինչ է անելու նա, և տվեցի խնդրածները։ Գոլդը կեղևի մեջ խնամքով լուցկի փաթաթեց, աղն ու բրինձն էլ առանձին փաթաթեց կեղևի մեջ և այդ բոլորը կախեց բալագանում։ Հետո արտաքուստ կարգի բերեց կեղևն ու սկսեց պատրաստվել։ Երևի դու մտածում ես այստեղ վերադառնալ, հարցրի ես Գոլդին։ Նա գլուխը բացասականորեն շարժեց։ Այդ ժամանակ հարցրի, թե ուրեմն ում համար է թողնում բրինձը, աղն ու լուցկին։ Մի ուրիշ մարդիկ գալ, պատասխանեց դերսուն։ Բալագան գտնել, չոր փայտ գտնել, լուցկի գտնել, ուտել գտնել։ Կորչի չկա։ Այդ բանն ինձ խորապես զարմացրեց։ Գոլդը հոգում էր իրեն անծանոթ մարդու մասին, որին երբեք չէր տեսնելու և որը նույնպես չպետք է իմանար, թե ով է իր համար փայտ ու մթերք պատրաստել։ Ես հիշեցի, որ հրաձիգները բացօթյակից հեռանալիս միշտ կեղև նայրում էին խարույկի վրա։ Այդպես էին անում ոչ թե չարաճճիությունից, այլ հենց այնպես, որպես զվարճություն։ Իսկ ես երբեք նրանց չէի կանգնեցնում։ Ձիերը պատրաստ են, պետք է գնալ, ասաց ինձ մոտեցող Վոլենտևը։ Շարժվել, ասացի ես հրաձիգներին և արահետով առաջ գնացի։ Երեկոյան դեմ մենք հասանք այնտեղ, ուր 2 գետակներն էին միանում։ Հենց այդտեղից էլ Լեֆու գետն էր սկսվում։ Ընթրիքից հետո ես շուտով պառկեցի քնելու և իսկույն քնեցի։ Հաջորդ օրը, երբ արթնացա, բոլորը ոտքի վրա էին։ Հրաման տվի ձիերը թամբել և մինչ հրաձիգները բեռներով էին զբաղված, կարողացա պլանցետը պատրաստել և Գոլդի հետ առաջ անցա։ Յուրաքանչյուր կիլոմետրից հետո արահետը լայնանում ու ավելի լավանում էր։ Միտեղ կացնով կտրած մի ծառ էր ընկած։ Դերսուն մոտեցավ, զննեց ու ասաց. «Գարնան են կտրել, 2 մարդիկ աշխատել, մի մարդիկ բարձր, նրա կացին վատ, մյուս մարդիկ փոքր, նրա կացին սուր»։ Այս զարմանալի մարդու համար գաղտնիք գոյություն չուներ։ Նա գիտեր այն ամենը, ինչ որ այստեղ կատարվել էր։ Այդ ժամանակ ես որոշեցի ուշադիր զննել և ինքս փորձեցի հետքերը հասկանալ։ Շուտով մի կտրած կոճղ էլ տեսա։ Շուրջը մեծ քանակությամբ ձյութոտ տաշեղ կար թափված։ Ես հասկացա, որ ինչ-որ մեկը կպչան էր ձեռք բերել։ Իսկ հետո էլ ուրիշ բան չկարողացա հասկանալ։ Ֆանզան մոտ, ասաց Գոլդը, ասես իմ մտորումներին պատասխանելու համար։ Իրոք, շուտով սկսեցին կեղևազուրկ ծառեր պատահել։ Ես արդեն գիտեի, թե այդ ինչ է նշանակում։ Իսկ դրանցից ոչ հեռու, հենց գետի ափին, փոքրիկ բացատի մեջտեղում մի գազանորսական ֆանզա կար։ Դա մի փոքրիկ շենք էր, կավե պատերով, կեղևով ծածկած։ Այն դատարկ էր, դուռը դրսից ցցով ամրացած։ Ֆանզայի մոտ փոքրիկ բանջարանոց կար, որ վայրի խոզերը քանդոտել էին։ Ֆանզայի ներքին բովանդակությունը կոպիտ էր։
Երկաթե կաթսա ամրացրած ցածրիկ վառարանում, որից որմա տախտերը տաքացնող ծխանցքներ էին դնում, 2-3 փորած տաշտեր, ջրի համար փայտե շերեպ, խոհանոցային երկաթե դանակ, փոքրիկ ցախավել կաթսան լվանալու համար, 2 նստարան, յուղի լապտեր։ Ահա ամբողջ կահավորությունը։ Այստեղից մենք գնացինք ձիերի արահետով։ Հրաձիգները սանձերը գցեցին ձիերի պարանոցն ու թողին, որ նրանք իրենց ճամփան ընտրեն։ Խելոք կենդանիները լավ էին գնում եւ ամեն կերպ աշխատում էին բեռները ծառերին չդիպցնել։ Ճահճոտ ու քարախիճ տեղերում ոստյուններ չէին գործում, այլ զգուշությամբ էին ոտք կոխում, ամեն անգամ հողը ոտքով փորձելով, նախքան ինչպես հարկն է ոտք դնելը։ Այդպիսի ունակությամբ աչքի էին ընկնում հենց տեղական ձիերը, որոնք տայգայում բեռներով ճանապարհորդելուն վարժվել են։ Այսպես մենք մոտեցանք երկրագործական ֆանզաներին, որոնք ընկած էին գետի աջ ափին, բարձր լեռան ստորոտում։ Զինվորական ջոկատի անսպասելի երևալը չինացիներին շփոթեցրեց։ Ես հրամայեցի դերսուին ասել նրանց, որ մեզնից չվախենան եւ շարունակեն իրենց գործը։ Տեղական չինացիներն այնքան երկրագործությամբ չեն զբաղվում, որքան որսորդությամբ ու գազաններ որսալով։ Ճիշտ է, ֆանզաների մոտ մշակված փոքրիկ հողամասեր կային։ Չինացիք ցորեն, չումիզա ու եգիպտացորեն էին ցանում։ Բայց վերջերս վարազների ամբողջ հոտեր սարերից հովիտներն են իջել ու դաշտերը փչացրել։ Դրա համար էլ ստիպված արմտիքը խակ են ժողովել։ Այժմ կաղինը ցած էր թափվել եւ վայրի խոզերը քաշվել էին կաղնուտները։ Արևը երկնքում դեռ բարձր էր, ուստի ես վճռեցի սարը բարձրանալ, որպեսզի այնտեղից շրջակայքը տեսնեմ։ Դերսուն նույնպես հետս եկավ։ Մենք թեթև կերպով ճանապարհ ընկանք եւ միայն հրացաններ վերցրինք։ Ծառերի դեղնած տերևներն արդեն սկսել էին փռվել գետնի երեսին։ Անտառն ամեն կողմից սկսել էր միջանցիկանալ եւ միայն կաղիններն էին պահել իրենց գունատված զգեստը։ Սարը զառիթափ էր։ Մենք 2 անգամ հանգստի նստեցինք, հետո նորից վեր բարձրացանք։ Շուրջն ամբողջ հողը քանդրտած էր։ Դերսուն հաճախ կանգ էր առնում ու հետքերը զննում։ Այդ հետքերով նա գուշակում էր կենդանիների հասակը, սեռը, տեսնում էր կաղ վարազի հետքերը, գտավ այն տեղը, ուր 2 վարազ կռվել էին եւ մեկը մյուսին փախցրել էր։ Նրա ասելուց ես այդ բոլորը պարզ պատկերացնում էի։ Ինձ տարօրինակ էր թվում այն, թե ինչու ես նախկինում հետքերը չէի նկատել։ Մի ժամից հետո հասանք լեռան գագաթը, որ ծածկված էր քարերով։ Այստեղ մենք նստեցինք քարերի վրա ու սկսեցինք դիտել։ Նայիր, կապիտան, ասաց ինձ դերսուն, ցույց տալով ձորի հանդիպակաց լանջը։ Ինչ է այն։ Ես նայեցի ու ինչ որ մութ կետ տեսա։ Ինձ թվաց, թե ամպից տվեր է, եւ դերսուին հայտնեցի իմ ենթադրությունը։ Նա ծիծաղեց ու ցույց տվեց երկինքը։ Ես վերև նայեցի։ Երկնքում ոչ մի ամպ չկար։ Մի քանի րոպեից հետո կետն իր ձևը փոխեց եւ մի քիչ շարժվեց։ Այդ ի՞նչ է, հարցրի ես իմ հերթին Գոլդին։ Դու հասկանալ չկա, պատասխանեց նա։ Պետք է գնա տեսնել։ Մենք սկսեցինք իջնել։ Ես շուտով նկատեցի, որ կետը եւս դեպի մեզ է շարժվում։ 10 րոպեից հետո Գոլդը կանգ առավ։ Նստեց քարի վրա եւ նշան արեց, որ ես էլ նույն կերպ վարվեմ։ Մենք պետք է այստեղ սպասիր, ասաց նա։ Հանգիստ պետք է նստի, ոչինչ կոտրել չի, խոսել նույնպես չէ։ Մենք սպասում էինք։ Շուտով ես նորից տեսա կետը, այժմ կարող էի դրա բաղկացուցիչ մասերը տեսնել։ Դրանք ինչ որ կենդանիներ էին, որոնք շարունակ տեղից տեղ էին շարժվում։ Վարազներ, բացականչեցի ես։ Իրոք, դրանք վայրի խոզեր էին։ 100-ից շատ էին։ Կենդանիներից մի քանիսը մի կողմ էին քաշվում, բայց իսկույն նորից հետ էին վերադառնում։ Շուտով հնարավոր եղավ յուրաքանչյուր կենդանու առանձին տեսնել։ Մի մարդ շատ մեծ, շշնջաց դերսուն։ Ես չէի հասկանում, թե ինչ մարդու մասին էր խոսում, ուստի տարակուսանքով նրան նայեցի։ Հոտի մեջտեղում մի մեծ բլրակի պես աչքի էր ընկնում մի ահագին վարազի մեջք։
Նա իր մեծությամբ գերազանցում էր մյուսներին։ Հոտը րոպե առ րոպե մոտենում էր։ Այժմ պարզ լսվում էր 4 աղարթի խշխշոցը, որ խառնում էին հարյուրավոր ոտքեր, 4 ճյուղերի ճրճրթոցը, խոզերի խանչյունը, կոճիների ճղճղոցը։ Մեծ մարդիկ մոտիկ գալ չկա, ասաց դերսուն։ Ես նրան դարձյալ չհասկացա։ Ամենից խոշոր վարազը հոտի մեջտեղում էր, շուրջը բազմաթիվ կենդանիներ էին վխտում, մի քանիսն էլ հեռանում էին թաբունից, այնպես որ երբ այդ միայնակ խոզերը մեզ ընդհուպ էին մոտեցել, մեծ վարազը դեռ մի հրացանազարգի տարածություն հեռու էր։ Մենք նստած էինք անշարժ։ Հանկարծ մեզ ամենից մոտ գտնվող վարազներից մեկը դունչը վեր բարձրացրեց։ Ինչ-որ բան էր ծամում։ Ես, ինչպես այս րոպեիս, հիշում եմ վարազի մեծ գլուխը, սրած ականջները, շարժուն դունչն ու սպիտակ ժանիքները։ Կենդանին քար կտրեց, ուտելը թողեց և չար աչքերը հառեց մեզ։ Վերջապես նա հասկացավ վտանգը և սուր ճիչ արձակեց։ Մի վայրկյանում ամբողջ հոտն աղմուկով ու խռնչյունով մի կողմ ընկավ։ Այդ վայրկյանին էլ հրացանը որոտաց։ Կենդանիներից մեկը գետին թավալվեց։ Դերսուի ձեռքում մխում էր հրացանը։ Դեռ մի քանի վայրկյան անտառում լսվում էր կոտրտվող ճյուղերի ճրճրթոցը, հետո ամեն ինչ լռեց։ Գոլդի սպանած վարազը 2 տարեկան խոզ էր։ Ես հարցրի ծերունուն, թե ինչու Արուին չխփեց։ Նրան պառավ մարդիկ, ասաց նա ժանիքավոր վարազի մասին։ Նրան վատ ուտել, միսը քիչ հոտ կա։ Ինձ զարմացնում էր, որ դերսում վարազներին մարդիկ էր անվանում։ Ես հարցրի դրա պատճառը։ Նրան միևնույն է, մարդիկ, պնդեց նա։ Միայն շապիկն ուրիշ։ Խաբել հասկանում, բարկանալ հասկանում, ամեն բան հասկանում։ Միևնույն, թե մարդիկ։ Ինձ համար պարզվեց։ Այո, նախամարտն ամբողջ ժամանակը մարդացրել էր։ Դերսուն սպանած վարազն արագորեն մաքրեց, շալակեց ու գնացինք տուն։ Մի ժամից հետո մենք արդեն բացօթյակում էինք։ Չինական ֆանզաներում և նեղվածք էր, և ծուխ, ուստի վճռեցի դերսուի հետ քնել բացօթյա։ Ես մտածել, ասաց նա երկնքին նայելով, գիշերը տաք լինի, վաղը երեկոն անձրև։ Պատահար կորեական գյուղում։ Առավոտյան ես մյուսներից ուշ արթնացա։ Աչքիս դիպավ արևի բացակայությունը։ Ողջ երկինքն ամպերով էր պատված։ Նկատելով, որ հրաձիգներն իրերն այնպես են դարսում, որ անձրևը դրանք չթրջի, դերսուն ասաց. չպետք է շտապել։ Մենք ցերեկը լավ գնալ, երեկոյան անձրև լինի։ Ես հարցրի նրան, թե ինչու է կարծում, որ ցերեկն անձրև չի լինի։ Քեզ ինքդ տես, պատասխանեց Գոլդը։ Տեսնում ես փոքրիկ թռչուններ այստեղ-այնտեղ գնա, խաղա, ուտի։ Անձրև շուտ, այն ժամանակ նրանք հանդարտ նստի, միևնույն է քնի։ Իրոք, ես հիշեցի, որ անձրևից առաջ միշտ հանդարտ ու ամպոտ է լինում։ Իսկ այժմ ընդհակառակը, անտառը լի կյանքով է շնչում։ Ամենտեղ իրար արձագանքում էին փայտփորները, ճայերն ու եղևնահավքերը և ուրախ շվացնում էին անհանգիստ սիտեղները։ Չինացուն ճանապարհի մասին հարցուփորձ անելով, մենք շարժվեցինք։ Լեֆու գետի հովիտն այստեղ հանկարծ է լայնանում։ Այստեղից բնակելի տեղերն էին սկսվում։ Ցերեկվա ժամը 2-ին մոտ մենք մի գյուղ հասանք։ Մի փոքր հանգստանալով, ես Վոլենտևին պատվիրեցի վարսակ գնել և ձիերին լավ կերակրել, իսկ ինքս դերսուի հետ առաջ գնացի։ Ուզում էի որքան կարելի է շուտ հասնել կորեական գյուղի և երեկոն հարկի տակ անցկացնել։ Աշնան ամպոտ օրը սովորաբար շուտ է մթնում։ Ժամը 5-ին մոտ սկսեց անձրև կաթկթալ։ Մենք քայլերն արագացրինք։ Շուտով ճանապարհը ճյուղավորվեց։ Մեկը գնում էր գետի կողմը, իսկ մյուսը կարծես դեպի սարը։ Մենք ընտրեցինք վերջինը։ Հետո ուրիշ ճանապարհներ ևս հանդիպում էին, որոնք զանազան ուղղություններով հատում էին մերը։ Այդ ժամանակ հրաձիգները հասան ճանապարհի խաչաձևման տեղին։ Չիմանալով, թե ուր պետք է գնալ, 2 անգամ կրակեցին։
Վախենալով, թե միգուցե նրանք մոլորվեն, ես նույն ձևով պատասխանեցի։ Հանկարծ մոտակա ֆանզայից մի ճիչ լսվեց, որից հետո պատուհանից կրակոց լսվեց, հետո երկրորդը, երրորդը և մի քանի րոպեից հետո ամբողջ ֆանզան բռնվեց կրակոցներով։ Ես ոչինչ չէի կարողանում հասկանալ։ Անձրև, հարայհրոց, հրաձգություն, ինչ էր պատահել, այսինչ իրարանցում էր։ Հանկարծ մի ֆանզայից լույս երևաց։ Մի կորեացի մեկ ձեռքում նավթի ջահ, իսկ մյուսում բերդանի հրացան էր տանում։ Նա վազում և իրենց լեզվով ինչ-որ բան էր աղաղակում։ Մենք վազեցինք նրան ընդառաջ։ Ջահի անհավասար կարմիր լույսը թրթռում էր ջրափոսերի վրա և լուսավորում նրա սարսափից այլայլված դեմքը։ Տեսնելով մեզ, կորեացին ջահը վայր գցեց, կրակեց ուղիղ դերսուի կրծքին ու փախավ։ Գետնին թափված նավթը բռնկվեց ու ծխոտ բոցով սկսեց վառվել։ «Դու վիրավորված չե՞ս», հարցրի դերսուին։ «Ոչ», ասաց նա և սկսեց ջահը բարձրացնել։ Ես տեսնում էի, որ նրա վրա կրակում են, իսկ նա ամբողջ հասակով կանգնած, ձեռքը շարժում և կորեացիներին ինչ-որ բան էր ասում։ Լսելով հրացանի կրակոցները, Վոլենտևը վճռել էր, որ մենք խունխուզների հարձակմանն ենք ենթարկվել։ Ձիերի մոտ 2 ձիապան թողնելով, նա մյուսների հետ մեզ օգնության էր շտապել։ Վերջապես մեզ ամենից մոտ ֆանզայում հրաձգությունը դադարեց։ Այդ ժամանակ դերսուն սկսեց կորեացիների հետ բանակցել։ Նրանք ոչ մի կերպ չէին ուզում դռները բանալ, ոչ մի հորդոր չէր օգնում։ Կորեացիները հայհոյում ու սպառնում էին հրաձգությունը վերը սկսել։ Ճար չկար, պետք էր բացօթյակ կազմել։ Մենք գետի ափին խարույկներ վառեցինք ու սկսեցինք վրաններ սարքել։ Մի կողմում մի հին խարխլված ֆանզա կար, իսկ դրա մոտ ահագին քանակությամբ փայտ էր դարսած, որ կորեացիք պատրաստել էին ձմեռվա համար։ Գյուղում երկար ժամանակ հրաձգությունը դեռ չէր դադարում։ Այն ֆանզաները, որոնք կողք էին ընկած, ամբողջ գիշերը կրակում էին։ Ումից էին պաշտպանվում։ Կորեացիք իրենք էլ չգիտեին։ Հրաձիգները և հայհոյում, և ծիծաղում էին։ Հաջորդ օրը հանգիստ նշանակվեց։ Ես հրամայեցի հրաձիգներին նայել թամբերը, չորացնել ինչ-որ թրջվել էր և մաքրել հրացանները։ Անձրևը դադարեց։ Հյուսիս-արևմտյան թարմ քամին ցրեց ամպերը, երևաց արևը։ Ես հագնվեցի ու գնացի գյուղը դիտելու։ Թվում է, թե երեկվա իրարանցումից հետո կորեացիք պետք է գային մեր բացօթյակը տեսնելու այն մարդկանց, որոնց վրա կրակում էին։ Ամենևին։ Հարևան ֆանզայից 2 մարդ դուրս եկավ, որոնք լայն թևերով սպիտակ վերնազգեստ և բամբակից սպիտակ վարտիք էին հագել, ոտներին էլ պարանից գործած ոտնամաններ։ Նրանք նույնիսկ մեզ վրա չնայեցին ու մոտներովս անցան։ Մյուս ֆանզայի մոտ մի ծերունի նստած թել էր ոլորում։ Երբ ես մոտեցա նրան, նա գլուխը բարձրացրեց, վրաս նայեց այնպիսի աչքերով, որոնցում չէր կարելի կարդալ ոչ հետաքրքրություն, ոչ զարմանք։ Ճանապարհին մեր դիմացն էր գալիս սպիտակ շրջազգեստ ու սպիտակ կոֆտա հագած մի կին։ Նա գլխին ջրով լի կավե սափոր էր տանում և գնում էր ուղիղ համաչափ քայլվածքով, աչքերը գետնին հառած։ Մեզ հավասարվելով, նա մի կողմ չքաշվեց և առանց աչքերը բարձրացնելու անցավ։ Եվ ամեն տեղ, ուր էլ լինում էի, ես նույն զարմանալի անտարբերությունն էի տեսնում, որով այնքան աչքի էին ընկնում կորեացիները։ Կորեացիներն ապրում են փոքրիկ գյուղերով։ Նրանց ֆանզաներն իրարից բավական հեռու են ընկած և գտնվում են իրենց ցանքերի ու բանջարանոցների մեջ։ Ահա թե ինչու կորեական բոլոր փոքրիկ գյուղերը մի քանի քառակուսի կիլոմետր տարածություն են բռնում։ Բացօթյակ վերադառնալով, ես մտա ֆանզաներից մեկը։ Նրա բարակ պատերը ներսից ու դրսից սվաղած էին կավով։ Ֆանզան 3 դուռ ուներ վանդակավոր պատուհաններով, որոնց թուղթ էր կպցրած։ Հարդե քառակող տանիքը ծածկած էր չոր խոտի ցանցով։ Ֆանզայում հենց նույն կնոջը տեսա, որին պատահել էինք ճանապարհին։ Նա պպզած փայտե շերեփով ջուր էր լցնում պղինձը։ Այդ նա կատարում էր դանդաղ
շերեփը բարձր բռնելով և ջուրը բավական տարօրինակ կերպով էր լցնում ձեռքի վրայից աջ բռնած։ Նա անտարբեր նայեց ինձ և լուռ շարունակեց գործը։ Փայտե կանի վրա նստած էր մոտ 50 տարեկան մի մարդ ու չիբուխ էր քաշում։ Նա տեղից չշարժվեց և իմ բարևին չպատասխանեց։ Ես մի րոպեի չափ նստեցի, հետո դուրս եկա փողոց ու քայլերս ուղղեցի դեպի իմ ուղեկիցները։ Ճաշից հետո դուրս եկա շրջակայքը դիտելու։ Արդեն մթնում էր, երբ վերադարձա։ Գորյական գյուղում առաջվա նման կատարյալ խաղաղություն էր տիրում։ Ֆանզաների երկար ծխնելույզների վրա ոլորապտույտ սպիտակ ծուխ էր բարձրանում, որ արագորեն կորչում էր երեկոյան թարմ օդում։ Ճանապարհներին տեղ-տեղ կորյացիների սպիտակ ֆիգուրներ էին երևում, ցածում հենց գետի մոտ կրակ էր վառվում։ Դա մեր բացօթյակն էր։ Գետում ջուրը սև էր երևում, իսկ նրա խաղաղ մակերեսին ցոլանում էին խարույկի բոցն ու երկնքում առկայծող աստղերը։ Կրակի մոտ նստած էին հրաձիգները։ Մեկը ինչ-որ բան էր պատմում, մյուսները ծիծաղում էին։ «Ընթրել», ձայնեց արտելորդը։ Ծիծաղն ու կատակները միանգամից դադարեցին։ Թեյից հետո ես նստեցի կրակի մոտ ու սկսեցի օրագրել իմ դիտողությունները։ Դերսուն իր մախաղն էր զննում ու խարույկը շտկում։ «Քիչ ցուրտ», ասաց նա ուսերը սեղմելով։ «Գնա քնիր Ֆանզայում», խորհուրդ տվի նրան։ «Չեմ ուզում», պատասխանեց նա։ «Իմ միշտ այսպես քնել»։ Նա իր մեջքին մի քանի ուռենու ճյուղեր ամրացրեց, դրանց վրա վրանի մի կտոր քաշեց, հետո հատակին այծի մորթի փռեց, վրան նստեց, թիկունքին կաշվե վերնազգեստ գցեց ու սկսեց չիբուխ քաշել։ Մի քանի րոպեից հետո ես թեթև խռմփոց էի լսում։ Նա քնած էր։ Գլուխը կախված էր կրծքին, ձեռքերը ցած էին ընկած, հանգած չիբուխն ընկել էր բերանից ու ծնկների վրա էր։ Եվ այսպես իր ամբողջ կյանքում, մտածում էի ես, ինչ ծանր աշխատանքով, ինչ ծանր զրկանքներով է հայթայթում այս մարդն իր ապրուստի միջոցները։ Մյուս օրը լույսը բացվելուն պես բոլորս ոտքի վրա էինք։ Գիշերը մեր ձիերը, կորյական դաշտում կեր չգտնելով, գնացել էին լեռները աշնանախոտի։ Մինչև նրանց կգտնեին, արտելորդը թեյ պատրաստեց ու քաշովի եփեց։ Երբ հրաձիգները ձիերի հետ վերադարձան, ես արդեն գործերս վերջացրել էի։ Առավոտվա ժամը 8-ին մենք ճանապարհ ընկանք։ Որքան ավելի էինք առաջ գնում, այնքան հովիտն ավելի ու ավելի էր մարգագետնի բնույթ ստանում։ Սարերը մի կողմ էին քաշվում ու նրանց տեղ Երևան էին գալիս լայն ու թեք խորթուբորթություններ թփուտներով ծածկված։ Երեկոյան ես դերսուի հետ խարույկի մոտ նստած խոսում էի մեր հետագա ուղեցուցակի մասին Լեֆուգետով։ Շատ էի ուզում տեսնել Խանկալիջը, որ նկարագրել էր Պրժևալսկին։ Գոլդն ասում էր, թե այսուհետև լայնարձակ ճահիճների ու ճանապարհազուրկ տեղերի էինք հանդիպելու և խորհուրդ էր տալիս ձիերն ու զորամասի մի մասը թողնել և նավակով առաջ գնալ։ Նրա խորհուրդը կատարելապես խելացի էր։ Հաջորդ առավոտ ես հետս վերցրի միայն Վոլենտևին ու հրաձիգ Մարչենկոյին, իսկ մյուսներին ուղարկեցի Չեռնիգովկա գյուղը և պատվիրեցի այնտեղ սպասել իմ վերադարձին։ Գյուղապետի օգնությամբ մենք կարողացանք բավական տանելի տափակ հատակով մի նավակ գտնել։ Ամբողջ օրն օգտագործվեց նավակը կարգավորելու վրա։ Դերսուն ինքը, հարմարեցնելով թիակները, ցցերից թիակապահ անցքերն էր շինում, հարմարեցնում էր նստարանները և պատրաստում ձողերը։ Ես հիացած էի այն բանից, թե աշխատանքն ինչպես էր եռում ու հաջող առաջ ընթանում նրա ձեռքում։ Նա երբեք չէր անհանգստանում, նրա բոլոր գործողությունները մտածված հաջորդական էին, ոչ մի բանում ձգձգում չկար։ Երևում էր, որ նա այնպիսի կյանքի դպրոց էր անցել, որը սովորեցրել էր նրան եռանդուն գործունյա լինել և զուր ժամանակ չկորցնել։ Մի խրճիթում էլ պատահաբար պատրաստի պաքսի մատ ճարվեց։ Մեզ ավելի բան հարկավոր էլ չէր։ Մնացածը թեյ, շաքար, աղ, ձավար, պահածոներ մենք բավական քանակությամբ ունեինք։ Հենց նույն երեկոյան մեր ամբողջ ստացվածքը Գոլդի խորհրդով տեղափոխեցինք նավակ, իսկ ինքներս մնացինք ափում գիշերելու։
Լեֆու գետի ստորին հոսանքը։ Երբ լույսը բացվեց, դերսուն մեզ արթնացրեց։ Նա թեյ տաքացրեց և միս տապակեց։ Նախաճաշելուց հետո մենք նավակը ջուրը թողեցինք և առաջ շարժվեցինք։ Մեր նավակը ձողերի օգնությամբ հոսանքով լավ էր գնում։ 5 կիլոմետրից հետո մենք հասանք Երկաթուղու կամրջին ու կանգ առանք հանգստանալու։ Դերսուն պատմեց, որ այս տեղերում եղել է դեռ երեխա ժամանակ հոր հետ, այստեղ այծ որսալու են եկել։ Երկաթուղու մասին լսել է չինացիներից, բայց ինքն առաջ երբեք չի տեսել։ Երկաթուղու կամրջի մոտ լեռները վերջացան։ Ես նավակից դուրս եկա ու մոտակա բլուրը բարձրացա, որ վերջին անգամ նայեմ շրջակայքը։ Գեղեցիկ տեսարան էր փռված աչքերիս առջև։ Հետևում, արևելքում լեռներ էին կուտակվել, հարավում թեք բլուրներ էին, ծածկված տերևավոր նոսրավուն անտառով, հյուսիսում, որքան մարդու աչքը կարող էր կտրել, անսահման հարթ տարածություն էր փռված, որ ծածկված էր խոտով։ Որքան էլ տեսողությունս լարեցի, այնուամենայնիվ այդ հարթության վերջը չկարողացա տեսնել։ Այն հասնում էր մինչև հեռուներն ու թաքնվում հորիզոնի հետևում։ Երբեմն նրա վրայով քամի էր խաղում։ Խոտը ծովի պես օրորվում ու ծփում էր։ Լեֆու գետը շատ հեռվից էլ կարելի էր տեսնել այն ուռենիներով ու լաստենիներով, որոնք առատորեն բուսնել էին նրա ափերին։ Կարճ հանգստից հետո մենք առաջ շարժվեցինք։ Բավական վաղ բացօթյա կազմեցինք։ Նավակում երկար նստելը ձանձրացրել էր։ Բոլորս էլ ուզում էինք դուրս գալ ու մեր թմրած անդամները թարմացնել։ Ինձ դաշտն էր քաշում։ Վոլենտևն ու Մարչենկոն սկսեցին բացօթյակ սարքել, իսկ ես ու դերսուն որսի գնացինք։ Բռնկուտը հենց առաջին քայլից մեզ ամեն կողմից պաշարեց։ Այն այնքան խիտ էր ու բարձր, որ մարդ կարծես թաղվում էր դրա մեջ։ Ներքևում ոտներիդ տակ խոտ, առջևում ու հետևում խոտ, կողքերից նույնպես խոտ և միայն վերը կապույտ երկինք։ Թվում էր, թե մենք խոտածովի հատակով էինք գնում։ Այդ տպավորությունն ավելի ուժեղացավ, երբ ես մի կոշտի վրա բարձրանալով տեսա, թե ինչպես էր օրորվում անապատը։ Վախով ու զգուշությամբ նորից թաղվեցի խոտերի մեջ ու առաջ գնացի։ Այս տեղերում մոլորվելը նույնքան հեշտ է, որքան անտառում։ Մենք մի քանի անգամ շեղվեցինք ճանապարհից, բայց իսկույն շտապեցինք ուղղել մեր սխալը։ Որևէ կոշտ գտնելիս ես բարձրանում էի դրա վրա ու աշխատում առջևում որևէ բան տեսնել։ Դերսուն ձեռքերով բռնել էր բարձ մենուկը և կռացնում էր գետնին։ Ես առաջ էի նայում։ Առջևս ամեն տեղ անսահման ու օրորուն խոտե ծով էր փռված։ Այս ճահճոտ անապատների գլխավոր բնակիչները թռչուններն են։ Աշնանային չուի ժամանակն էր։ Հազարավոր թռչուններ մեծ ու փոքր երամներով հարավ էին ձգվում։ Ոմանք հակառակ կողմն էին շարժվում, ոմանք էլ շեղ, կողքի ուղղությամբ։ Նրանց շարանները մեկ վեր էին բարձրանում, մեկ ցած իջնում։ Հորիզոնը կարծես սարդոստային էր բռնել։ Ամենից բարձր արծիվներն էին։ Թևերը փռած ճախրում էին նրանք մեծ շրջաններ գծելով։ Նրանց համար տարածություններն ինչ են որ։ Մի քանիսն այնքան բարձր էին պտույտներ գործում, որ հազիվ էին նկատվում։ Նրանցից ցած, բայց և այնպես գետնից բարձր սայերն էին թռչում։ Այս զգույշ թռչունները կանոնավոր շրջաններով և ծանրորեն, ցաքուցրիվ թևերը թափահարելով իրենց սուր ճիչով խլացնում էին օդը։ Նրանց մոտով թռչում էին կարապներն ու այլ սագացեղ թռչուններ։ Ցածրում, գետնին մոտ, աղմուկով թռչում էին փութկոտ բադերը։ Այստեղ ծանրամարմին բադերի երամներ էլ կային։ Մեծ ու փոքր բադեր հազարներով էին թռչում։ Բազեները գեղեցիկ շրջաններ էին կազմում, երկար ժամանակ կանգ էին առնում նույն տեղը և թևերը թափահարելով, երկրի երեսին սուր հայացքներով որս էին որոնում։ Երբեմն նրանք մի կողմ էին թռչում, նորից շրջաններ կազմում և հանկարծ թևերը ծալելով շեշտակի ընկնում վար, բայց հազիվ խոտերին դիպչելով նորից արագությամբ վեր էին սլանում։ Քարադրները ճահճուտներից չէին հեռանում, կանգնած ջրերը, ինչպես երևում է, նրանց ուղղություն ցույց տվող նշաններ էին։ Հանկարծ միանգամից անսպասելի, որտեղից որ է, երկու այծյամներ հայտնվեցին։
Նրանք մեզնից 60 քայլի վրա էին։ Խիտ խոտի մեջ նրանք համարյա չէին երևում։ Երևում էին միայն գլուխները ցցած ականջներով և հետևի ոտների շուրջը եղած սպիտակ բծերը։ Մոտ 150 քայլ չափելուց հետո այծյամները կանգ առան։ Ես հրացանս կրակեցի, բայց վրիպեցի, որը տալից արձագանքը ձայնարկեց պայթյունին և գետի ընթացքով նրան հեռուները տարավ։ Հազարավոր թռչուններ ջրից վեր բարձրացան և աղմուկով ամեն կողմ թռան։ Վախեցած այծյամները տեղերից պոկվեցին ու նորից մեծ ոստյուններով հեռացան։ Այդ ժամանակ դերսուն նշան առավ։ Հենց այդ վայրկյանին, երբ նրանցից մեկի գլուխը երևաց խոտերի միջից, նա հրացանի ոտքը թողեց։ Երբ ծուխը ցրվեց, կենդանիներն այլևս չէին երևում։ Գոլդը նորից լցրեց հրացանը և առանց շտապելու առաջ գնաց։ Ես լուռ հետևեցի նրան։ Դերսուն շուրջը զննեց, հետո հետ դարձավ, մի կողմի վրա գնաց, նորից հետ դարձավ։ Երևում էր, որ բան էր փնտրում։ Ո՞ւմ ես փնտրում, հարցրի ես։ Այծյամին, պատասխանեց նա։ Պես չէ, որ նա գնաց։ Ոչ, ասաց նա համոզված։ Ես նրա գլուխ դիպչել։ Ես սկսեցի որոնել սպանված կենդանուն, թեպետ այնքան էլ չէի հավատում Գոլդին։ Ինձ թվում էր, թե նա սխալվում է։ 10 րոպեից հետո այծյամին գտանք։ Ճիշտ որ գնդակը նրա գլխի հենց միջով էլ անցել էր։ Դերսուն այծյամն ուսեց և հանդարտ վերադարձավ։ Բացօթյա եկանք արդեն մթին։ Գետակի մոտ ինչ-որ անտառակ էր մթին տալիս։ Այժմ ծառերը ճանաչել անկարելի էր։ Դրանք բոլորն իրար նման էին։ Դրանց արանքներից երևում էր մեր խարույկի լույսը։ Երեկոն խաղաղ էր ու զով։ Լսվեց, թե ինչպես մեզնից ոչ հեռու մի տեղ բադերի երամն աղմուկով ջուրը թափվեց։ Թռիչքից կարելի էր իմանալ, որ դրանք մրտիմներ էին։ Ընթրիքից հետո Դերսուն ու Վոլենտևն սկսեցին մաքրել այծյամը։ Հաջորդ օրը մենք բավական վաղ արթնացանք, շտապով թեյ խմեցինք, մեր ունեցած-չունեցածը նավակում դարսեցինք և նավեցինք Լեֆու գետով ցած։ Որքան հեռանում էինք, գետն այնքան ոլորապտույտ էր դառնում։ Նրա կրիվուները, տեղացիք այդպես են անվանում նրա ոլորանները, համարյա ամբողջ շրջաններ են գծում, հետ են դառնում, նորից ոլորտ տալիս և գոնե մի տեղ չկար, որ գետը թեկուզ մի փոքր ուղիղ հոսեր։ Լեֆուի ջրամբարները միացնող գետակների այդ լաբիրինթոսում անկարելի էր քննել նրա հունը։ Հոսանքն ավելի էր դանդաղանում։ Այն ձողերը, որոնցով հրաձիգները նավակն առաջ էին մղում, հենելով գետի հատակին, հաճախ խրվում էին և այնքան ամուր, որ ձեռքից դուրս էին ընկնում։ Լեֆուի խորությունն այս տեղերում շատ անհավասար է։ Մերթ մեր նավակը ծանծաղուտների էր հանդիպում, մերթ խոր տեղերով էր անցնում, այնպես որ համարյա ամբողջ ձողը քիչ բան պակաս թաղվում էր ջրի մեջ։ Ափերի մոտ հողը բավական ամուր էր, բայց բավական էր մի փոքր հետ քաշվեիր և իսկույն կընկնեիր ճահիճը։ Երեկոյան դեմ մենք Չեռնիգովկա գետից շատ էլ հեռու չէինք ու բացօթյա կազմեցինք դրա և փոքրիկ գետակի մեջ ընկած պարանոցի վրա։ Այսօր թռչունների առանձնապես ուժեղ տեղափոխություն կար։ Վոլենտևը մի քանի բադ սպանեց, որոնք մեզ համար հիանալի ընթրիք դարձան։ Երբ մտնեց, բոլոր թռչունները դադարեցրին իրենց թռիչքը։ Շուրջը միանգամից խոր լռություն տիրեց։ Կարելի էր կարծել, թե այս անապատներում բնավ կյանք չկա, մինչդեռ չկար մի լճակ, մի գետախորշ, ջրամբարները միացնող մի գետակ, ուր կարապների, արորների, բադերի ու այլ ջրային թռչունների երամները չգիշերեին։ Հաջորդ օրը մենք բոլորս շատ վաղ արթնացանք։ Դա հենց այնպես ստացվեց, պատահաբար, ինքն իրեն։ Հենց որ արշալույսը բացվել սկսեց, թևավորների թագավորությունը հայտնվեց օդում և աղմուկ աղաղակով շարժվեց հարավ։ Առաջինը սագերը բարձրացան, նրանց հետևից կարապները գնացին, հետո բադերը, վերջինը շարժվեցին մնացած չվող թռչունները։ Սկզբում նրանք ցածր էին թռչում, բայց հետո, որքան լույսն ավելի էր բացվում, այնքան ավելի ու ավելի էին բարձրանում։ Գետը բազմաթիվ բազուկների էր բաժանվում, որոնցից յուրաքանչյուրը տասնյակ կիլոմետր երկարություն ուներ։
Բազուկներն էլ իրենց հերթին կցորդներ ու ճյուղավորումներ էին տալիս։ Այս կցորդ գետակները լայն փռվում են գետի երկու կողմում եւ այնպիսի լաբիրինթոս են կազմում, որի մեջ շատ հեշտ կարելի էր մոլորվել, եթե գլխավոր հունով չգնաս, այլ տարածությունը կարճելու հույսով ցանկանաս գնալ որևէ բազուկով։ Մենք առաջ էինք գնում գլխավոր հունով եւ միայն ծայրահեղ կարևորության դեպքում էինք կողմ թեքվում այն պայմանով, որ հենց առաջին հնարավորության դեպքում կրկին գետը դուրս գանք։ Այս կցորդները, որոնք ծածկված էին ուռենու ճյուղերով ու եղեգնով, ամբողջովին թաքցնում էին մեր նավակը։ Մենք հանդարտ էինք առաջ գնում եւ քիչ չէր պատահում, որ մի հրացանազարկի տարածության չափ մոտենայինք թռչուններին։ Երբեմն մենք դիտմամբ հետ էինք ընկնում ու երկար դիտում նրանց։ Ամենից առաջ ես նկատեցի սպիտակ արագիլ, սև ոտներով եւ դեղնականաչավուն կտուցով։ Նա պատշաճորեն անցուդարձ էր անում ափի մոտ, գլուխը տակտով ճոճում էր եւ ուշադիր նայում գետի հատակին։ Նկատելով նավակը, թռչունը երկու անգամ վեր թռավ, ծանրամարմին օդ բարձրացավ եւ մի փոքր հեռանալուց հետո իջավ հարևան գետակի վրա։ Հետո մենք ջրցուլ տեսանք։ Փետուրների դեղնամոխրագույն երանգը, ցեխոտ դեղնագույն կտուցը, դեղին աչքերը եւ նույնպիսի դեղին ոտները զարմանալիորեն անդուր էին դարձնում նրան։ Այս մռայլ թռչունը կուչ եկած ման էր գալիս ավազի վրա եւ շարունակ հետապնդում շարժուն ու անհանգիստ կծար կաչաղակին։ Կծարը մի փոքր հեռու էր թռչում եւ հենց որ իջնում էր գետնին, ջրցուլն իսկույն հանդարտ այն կողմն էր գնում, իսկ երբ մոտենում էր, վազում ու աշխատում էր իր սուր կտուցով խփել նրան։ Նկատելով նավակը, ջրցուլը ծածկվեց խոտերի մեջ, վիզը ձգեց եւ գլուխը վեր բարձրացնելով տեղն ու տեղն անզգայացավ։ Երբ նավակն անցնում էր նրա մոտով, Մարչենկոն կրակեց նրա վրա, բայց չդիպավ, թեպետ գնդակն այնքան մոտիկից անցավ, որ դիպավ մոտի եղեգներին։ Ջրցուլը տեղից չշարժվեց։ Դերսուն ծիծաղեց։ Նրան շատ խորամանկ մարդիկ, միշտ այդպես խաբել, ասաց նա։ Ճիշտ որ այժմ ջրցուլն այլևս չէր երևում։ Նրա փետուրների երանգն ու վեր ցցած գլուխն ամբողջովին կորան խոտերի մեջ։ Այնուհետև այլևս նոր տեսարանի չհանդիպեցինք։ Շատ ցած, ջրի մակերևույթին մոտ, ափին, ուռենու ճյուղի վրա միայնակ նստած էր մի ալկիոն։ Թվում էր, թե այս փոքրիկ թռչնակը մեծ գլխով ու մեծ կտուցով նիրհում է։ Հանկարծ նա ջուրն ընկավ, սուզվեց ու նորից երևաց ջրի երեսին, կցում փոքրիկ ձուկ բռնած։ Որսը կլանելով, ալկիոնը նորից նստեց ճյուղի վրա ու նորից նիրհի մեջ թաղվեց։ Սակայն մոտեցող նավակի աղմուկը լսելով, աղմուկով թռավ գետի ուղղությամբ։ Նրա փետուրները վառ կապույտ փայլ ունեին։ Մի փոքր հեռանալուց հետո նա նստեց մի թփի վրա եւ վերջապես ընդմիշտ թաքնվեց պտույտի հետևում։ Երկու անգամ հանդիպեցինք գունայան ճահճահավի սև փոքրիկ սունակ թռչունների մեծ ոտներով, որոնք շատ թեթև ու ազատ ման էին գալիս ջրային բույսերի տերևների վրայով։ Օդում նրանք անօգնական էին թվում։ Երևում էր, որ նրանց հարազատ տարերքը չէր։ Թռչելիս նրանք ոտները տարօրինակ էին շարժում։ Այնպես էր թվում, թե նրանք նոր են բնից դուրս եկել եւ դեռ, ինչպես հարկն է, թռչել չեն սովորել։ Տեղ-տեղ կանգնած ջրերում սուզահավեր էին երևում, մի կողմի վրա կախ ընկած ականջներով եւ գունավոր փետուրե փոքրիկ օձիքով։ Նրանք չէին թռչում, այլ շտապում էին թաքնվել խոտերում կամ սուզվել ջուրը։ Եղանակը մեզ համար նպաստավոր էր։ Աշնանային այն տաք օրերից էր, որոնք հոկտեմբերին հարավ-ուսուրյան երկրում այնքան հաճախ են լինում։ Երկինքը բոլորովին անամպ էր ու պարզ։ Արևմուտքից թեթև քամի էր փչում, այսպիսի եղանակը միշտ խաբուսիկ է, քիչ չի պատահում, որ դրանից հետո ցուրտ քամիները սկսեն փչել։ Եվ այդ լռությունը որքան տևական լինի, այնքան էլ փոփոխությունը սուր կլինի։ Այսօր մենք առիթ ունեցանք արևելքում երկրագնդի ստվերային մասը տեսնելու։ Վերջալույսի շողերն առանձնապես վառ գույներով էին խաղում։ Սկզբում այդ վերջալույսը գունատ էր, հետո զմրուխտ կանաչագույն դարձավ եւ այդ կանաչ ֆոնի վրա, որպես իրարից հետ գնացող սյուներ, հորիզոնի հետևից երկու բաց կապույտ ճառագայթներ բարձրացան։
Մի քանի րոպեից հետո ճառագայթներն անհետացան։ Վերջալույսի կանաչ գույնը նարնջագույն, հետո էլ կարմիր դարձավ։ Ամենավերջին երևույթն այն էր, որ կարմիր բոսորային հորիզոնը մթնեց, կարծես ծխապատվեց։ Արևի մայր մտնելու հետ միաժամանակ արևելքում երևաց երկրի ստվերային ծայրը։ Նրա մի ծայրը հյուսիսային հորիզոնին էր դիպչում, մյուսը հարավայինին։ Այդ ստվերի արտաքին ծայրը շիկակարմիր էր, և որքան արևը ցած էր իջնում, այնքան ստվերային մասն ավելի էր բարձրանում։ Շուտով շիկակարմիր շերտն արևմուտքում ձուլվեց կարմիր վերջալույսի հետ, որից հետո մութ գիշերը վրա հասավ։ Ես նայում ու հիանում էի, բայց հենց այդ ժամանակ լսեցի, որ դերսուն փնթփնթում էր։ Հասկացիր, չկա։ Գլխի ընկա, որ այդ նկատողությունն ինձ էր վերաբերում, և հարցրի, թե ինչ է պատահել։ Այս վատ, ասաց նա երկինքը ցույց տալով։ Ես կարծես, թե մեծ քամի լինել։ Երեկոյան մենք կրակի մոտ երկար չնստեցինք։ Առավոտը վաղ էինք վեր կացել, ուստի ընթրելուն պես պառկեցինք քնելու։ Մեր նախավաղորդյան քունն առանձնապես ծանր էր։ Ամբողջ մարմնում հոգնածություն ու թուլություն էր զգացվում։ Մեր շարժումները դանդաղկոտ էին։ Քանի որ այս դրությունը բոլորը միաժամանակ էին զգում, ես վախեցա, կարծելով, թե մենք ջերմով ենք բռնվել կամ որևէ բանով թունավորվել ենք։ Սակայն դերսուն ինձ հանգստացրեց, ասելով, թե եղանակը փոխվելիս միշտ այդպես է լինում։ Չուզելով կերանք ու չուզելով էլ առաջ շարժվեցինք։ Եղանակը տաք էր, քամի բնավ չկար։ Եղեգները կանգնած էին անշարժ ու կարծես նիրհում էին։ Հեռավոր լեռները, որոնք առաջ պարզորեն էին երևում, այժմ բոլորովին կորան մառախուղի մեջ։ Գունատ երկնքի երեսով բարակ փռված ամպեր ձգվեցին, արևի շուրջը պսակներ երևացին։ Ես նկատեցի, որ մեր շուրջն այն կյանքը չկար, ինչ որ նախօրյակին էր։ Կորան չքվեցին և սագերը, և բադերը, և բոլոր մանր թռչունները։ Միայն գետարծիվներն էին ճախրում երկնքում։ Երևի նրանք դուրս էին գտնվում այս մթնոլորտային փոփոխություններից, որոնք երկրի վրայի բոլոր կենդանիների մեջ ընդհանուր հուլություն ու քնկոտություն էին առաջ բերում։ Ոչինչ, ասում էր դերսուն, ես կարծել արևի կես վերջացել, ուրիշ քամի գտնի կա։ Ես նրան հարցրի, թե թռչուններն ինչու դադարեցին թռչել։ Նա ինձ համար մի երկար դասախոսություն կարդաց թռչերթի մասին։ Նրա ասելով, թռչունները սիրում են քամուն դեմ թռչել։ Երբ կատարելապես խաղաղ է և տաք եղանակ, նրանք իջնում են ճահիճների վրա։ Եթե քամին հետևից է փչում, նրանք մրսում են, որովհետև ցուրտ քամին փետուրների տակ է մտնում։ Այդ ժամանակ թռչունները պահվում են խոտերում։ Միայն անսպասելի ձյունը կարող է ստիպել թռչուններին, որ առաջ թռչեն առանց ուշք դարձնելու քամուն ու ցրտին։ Խանկա լճի վրա։ Որքան ավելի էինք մոտենում Խանկա լճին, հարթությունն այնքան ավելի էր ճահճուտանում։ Վտակների ափերի ծառերը չքանում էին, և նրանց տեղ բռնում էին նոսր ու վտիտ թփուտներ։ Գետի հոսանքի դանդաղումն իսկույն անդրադարձավ բուսականության վրա։ Երևացին շուշանը, ջրաշուշանը, տզրկախոտը, ջրընկույզը և այլն։ Երբեմն խոտի մացառուտներն այնքան խիտ էին, որ նավակը նրանց միջով անցնել չէր կարողանում, և մենք հարկադրված էինք լինում մեծ շրջանցներ կատարել։ Մի տեղ մոլորվեցինք ու փակուղու մեջ ընկանք։ Վոլենտևն ուզեց նավակից դուրս գալ։ Հենց որ ոտն ափին դրեց, իսկույն վայր ընկավ և մինչև ծնկները խրվեց ցեխի մեջ։ Այդ ժամանակ մենք հետ դարձանք, մինչ որ լիճ մտանք և այնտեղ պատահաբար գտանք մեր վտակը։ Խոտակալած լաբիրինթոսն այժմ հետևում մնաց, և մենք միայն ուրախանալ կարող էինք, որ այդպես թեթև ազատվեցինք։ Օր-օրի կողմնորոշումն ավելի ու ավելի էր դժվարանում։ Առաջ հնարավոր էր լինում ծառերով հետևել գետին, այժմ ոչ մի տեղ նույնիսկ թփեր չկային, այդ պատճառով էլ մի քանի մետր առաջ չէր կարելի ասել, թե վտակը որտեղ աջ կամ ձախ կթեքվի։
Դերսուի գուշակությունը կատարվեց։ Կեսօրին սկսեց հարավից քամի փչել։ Այն հետզհետե ուժեղացավ և միաժամանակ ուղղությունը արևմուտք դարձրեց։ Սագերն ու բադերը նորից օդ բարձրացան և սկսեցին գետնի երեսին մոտ թռչել։ Մի տեղ շատ ջրաբեր փայտ կար, որ հեղեղումների ժամանակ էր բերվել։ Լեֆու գետի վրա դրան արհամարհել չի կարելի, այլապես առանց ցախի գիշերելու ռիսկի կենթարկվես։ Մի քանի րոպե հետո հրաձիգները նավակն էին բեռնաթափում, իսկ դերսուն կրակերանում ու վրան թողնում։ Մինչև Խանկալիճը նավակով 15 կիլոմետր պետք էր անցնել, իսկ ուղիղ գծով կամ հողով 2-3-ից ոչ ավել։ Վճռվեց, որ վաղը ես ու դերսուն ոտքով կգնանք և մթադեմին հետ կդառնանք։ Վոլենտևը և Մարչենկոն պետք է մնային բացօթյակում ու մեր վերադարձին սպասեին։ Երեկոյան բոլորն էլ ազատ ժամանակ շատ ունեին։ Մենք խարույկի մոտ նստած թե էինք խմում ու զրուցում։ Չոր փայտերը վառվում էին պայծառ բոցով։ Եղեգնուտն օրորվում ու աղմկում էր, և այդ աղմուկից քամին ավելի ուժեղ էր թվում, քան իրականում էր։ Երկինքը բռնված էր մշուշով, որի միջով հազիվ խոշոր աստղերն էին երևում։ Լճից մեզ էր հասնում ալեկոծության աղմուկը։ Առավոտյան երկինքը ծածկվեց շերտավոր ամպերով, եղանակը մի փոքր վատացավ, բայց ոչ այնքան, որ մեր գիտարշավը խանգարեր։ Առավոտյան ժամը 10-ին հարկավոր կարգադրություններ անելով, ես ու դերսուն ճանապարհ ընկանք։ Ենթադրելով, որ երեկոյան հետ կդառնանք, մենք թեթև բեռով գնացինք, ամբողջ ավելորդը թողնելով բացօթյակում։ Համենայն դեպս, ես բաճկոնի տակից տաք շապիկել հագա, իսկ դերսուն վերցրեց վրանի կտորը և 2 զույգ մորթե գուլպա։ Ճանապարհին հաճախ երկինքն էր դիտում, ինքն իրեն խոսում, հետո էլ հետ դարձավ հետևյալ հարցով. «Ինչպե՞ս, կապիտան, մեր շուտ հետ դառնալ, թե ոչ, իմ կարծել, թե գիշերը վատ լինել»։ Դերսուն քաղցրաբարո մարդ էր։ Նրան միշտ հեշտ կարելի էր համոզել։ Նա իր պարտքն էր համարում զգուշացնել սպառնացող վտանգի մասին, իսկ եթե տեսնում էր, որ իրեն չեն լսում, հնազանդվում էր և երբեք չէր վիճում։ «Լավ, կապիտան», պատասխանեց նա ինձ, «քեզ դու նայիր, իսկ ինձ որպես լավ, այնպես էլ լավ»։ Վերջին արտահայտությունը նրա համաձայնություն արտահայտելու սովորական ձևն էր։ Գնալ կարելի էր միայն վտակի ու լճակների ափերով, ուր հողը մի փոքր չոր էր։ Մենք այն վտակի ձախ ափով ճանապարհ ընկանք, որի մոտ մեր բացօթյակը պետք է ընկած լիներ։ Այդ գետակը երկար ժամանակ մեզ համար ցանկալի ուղղությամբ էր գնում, բայց հետո միանգամից ետ դարձավ։ Մենք թողինք այդ գետակը և փոքրիկ ճահճուտն անցնելով մի ուրիշ նեղ, բայց շատ խոր գետակի մոտ դուրս եկանք։ Այդ գետակի վրայից թռչելով նորից եղեգնուտով գնացինք։ Միառժամանակ խամերով էինք գնում, խուսափելով ջրափոսերից, կոշտից կոշտ թռչելով։ Այսպես հավանորեն մոտ 3 կիլոմետր գնացինք։ Վերջապես ես կանգ առա կողմնորոշվելու։ Այժմ քամին հյուսիսից էր փչում, հենց լճի կողմից։ Եղեգնուտը սաստիկ օրորվում ու աղմկում էր։ Երբեմն քամին նրան մինչև գետին էր կռացնում, հենց այդ ժամանակ էլ հնարավոր էր դառնում տեսնել առջևում եղածը։ Հյուսիսային հորիզոնն ինչ-որ մառախուղով էր պատած, որ ծխի էր նման։ Ամպերի միջից արագակն էր աղոտ երևում։ Այդ բանն ինձ լավ նշան էր թվում։ Վերջապես մենք տեսանք Խանկալիճը։ Այն փրփրած ու ալեկոծված էր։ Դերսուն իմ ուշադրությունը թռչունների վրա դարձրեց։ Դա ոչ թե հանգիստ թռչարդ էր, այլ շտապ փախուստ։ Թռչունը, ինչպես որսորդներն են ասում, գնում էր բազմությամբ ու խառնիխուռն վիճակում։ Սագերը ցածր էին թռչում, համարյա գետնի երեսով։ Երբ նրանք մեր դիմացն էին գալիս, նման էին անհետացած թռչող թեփամորթների։ Ոչ ոտներն էին երևում, ոչ պոչը։ Պոչատ մի բան էր երևում, որ թափահարում էր երկար թևերն ու անօրինակ արագությամբ մոտենում։ Տեսնելով մեզ, սագերը հանկարծ վեր բարձրացան, նորից նախկին կարգն ընդունեցին ու ցածրացան։ Կեսօրին մոտ ես ու դերսուն մոտեցանք Խանկային։
Քաղցրահամ ծովն այժմ ահավոր տեսք ուներ։ Ջուրը նրա մեջ եռում էր որպես սկաթսայում։ Խոտակալած ճահիճներով երկար ճամփորդելուց հետո ջրային ազատ տարերքի տեսքը մեծ բավականություն էր պատճառում։ Ես նստեցի ավազի վրա ու սկսեցի նայել։ Ալեկոծության մեջ ինչ-որ առանձին գրավիչ բան կա։ Կարելի էր ժամերով նայել, թե ջուրն ինչպես էր ափերը ծեծում։ Ծովը կատարյալ անապատի էր նման։ Ոչ մի տեղ, ոչ մի առագաստ, ոչ մի նավակ։ Մոտ մի ժամ թափառում էինք ափին և թռչուններ խփում։ Բադը մանգալ վերջ, լսելի ձայնով ասաց դերսուն։ Իրոք, թռչունների երթը միանգամից դադարեց։ Հորիզոնի մոտ սև մառախուղը հանկարծ սկսեց վեր բարձրանալ։ Այժմ արեգակը բոլորովին չէր երևում։ Ամպերով ծածկված մութ երկնքի երեսով առանձին սպիտակավուն ամպերը կարծես մրցավազք էին կատարում։ Նրանց եզրերը պատառոտված էին և կտոր-կտոր կախկխվել էին։ Կարծես կեղտոտ բամբակ լինեին։ «Կապիտան, մեր պետք է շուտ հետ գնա», ասաց դերսուն։ «Ես քիչ-քիչ վախենալ»։ Ճիշտ որ, բացօթյակ վերադառնալու մասին մտածելու ժամանակն էր։ Մենք ոտնամաններս փոխեցինք ու հետ գնացինք։ Հասնելով մացառուտների, ես կանգ առա, որպեսզի վերջին անգամ նայեմ լճին։ Նա իր ափերի մեջ այսուայն կողմ էր ընկնում և դեղնավուն փրփուրը բարձրանում էր։ «Ջուրն ավելանալ կա», ասաց դերսուն, դիտելով վտակը։ Նա իրավացի էր։ Ուժեղ քամին ջուրը լեֆուի բերանն էր քշում, որի հետևանքով դուրս էր եկել ափերից և քիչ-քիչ սկսել էր հարթությունը ողողել։ Շուտով մենք մի վտակի հասանք, որը կտրում էր մեր ճանապարհը։ Այստեղն ինձ անծանոթ թվաց։ Դերսուն նույնպես չճանաչեց։ Ես կանգ առա, մի փոքր մտածեցի ու գնացի ձախ։ Գետակը պտույտ գործեց ու մի կողմ գնաց։ Մենք այն թողինք և ուղիղ հարավ գնացինք։ Մի քանի րոպեից հետո մի ճահճուտ ընկանք ու ստիպված եղանք հետ դառնալ գետակը։ Այդ ժամանակ թեքվեցինք աջ և նոր գետակի հանդիպելով անցանք ու մի ծանծաղուտ ընկանք։ Այստեղից մենք արևելք գնացինք, բայց այստեղ էլ մի եղեգնուտ ընկանք։ Մի տեղ հողի ցամաք շերտի հանդիպեցինք։ Ցամաք հողաշերտը ճահճից ճահիճ էր ընկած, ինչպես կամուրջ։ Հողը ոտքով շոշափելով մենք զգուշորեն առաջ գնացինք և մոտ կես կիլոմետր գնալով հայտնվեցինք մի չոր տեղ, որ ծածկված էր խիտ խոտով։ Ճահճուտը մնաց մեր ետևում։ Ես նայեցի ժամացույցիս։ Ժամը մոտ 4-ն էր կեսօրից հետո, մինչդեռ թվում էր, թե մութն ընկնում է։ Ծանր ամպերը ցած էին իջնում ու հարավ շարժվում։ Որքան ես էի կարողանում հաշվել, մինչև գետը մոտ 2,5 կիլոմետրից ավելի չէր մնում։ Հեռվի մենավոր թումբը, որի հանդեպ մեր բացօթյակն էր, մեզ որպես կողմնորոշիչ կետ էր ծառայում։ Մոլորվել չէինք կարող էինք միայն ուշանալ։ Հանկարծ բոլորովին անսպասելի առաջներս մի բավական մեծ լիճ հայտնվեց։ Մենք որոշեցինք շրջանցել, բայց այն բավական երկար էր։ Գնացինք ձախ։ 150 քայլի չափ անցնելուց հետո մեր առջևում նոր վտակ պատահեց, որն ուղիղ անկյունով հոսում էր լիճը։ Մենք դարձանք մյուս կողմը և շուտով դարձյալ նույն երերուն ճահճին մոտեցանք։ Այդ ժամանակ ես որոշեցի բախտս մեկ անգամ էլ աջ կողմում փորձել։ Ոտքներիս տակ շուտով սկսեց ջուր ճղփալ, իսկ ավելի հեռվում մեծ ջրափոսեր էին երևում։ Պարզ էր, որ մոլորվել էինք։ Գործը լուրջ կերպարանք ընդունեց։ Ես Գոլդին առաջարկեցի հետ դառնալ և գտնել այն պարանոցը, որ մեզ այս կղզին հասցրեց։ Դերսուն համաձայնեց։ Մենք վերադարձանք, սակայն երկրորդ անգամ այն գտնել այլևս չկարողացանք։ Հանկարծ քամին դադարեց։ Հեռվից մեզ էր հասնում Խանկա լճի աղմուկը, սկսում էր մթնել։ Օդում ձյան փաթիլներ էին պտտվում։ Խաղաղ դրությունը միայն մի քանի րոպե տևեց, որից հետո մրրիկ առաջացավ։ Ձյունը գնալով ուժեղանում էր։ Մնում է գիշերել, մտածեցի ես և հանկարծ հիշեցի, որ այս կղզում փայտ չկա, ոչ մի ծառ, ոչ մի թուփ, ոչինչ ջրից ու խոտից բացի։ Ես վախեցա։ Ինչ ենք անելու
հարցրի դերսուին։ Իմ շատ վախենալ, պատասխանեց նա։ Այստեղ միայն հասկացա մեր դրության ամբողջ սարսափելիությունը։ Գիշերը բքին մեզ վիճակվում էր ճահիճներում մնալ առանց կրակի և առանց տաք հագուստի։ Միակ հույսս դերսուն էր։ Միայն նրա մեջ էի տեսնում փրկությունս։ Լսիր, կապիտան, ասաց նա, լսիր լավ, մեզ հարկավոր շուտ աշխատիր, լավ աշխատիր չկա, մենք կորչել, մեզ հարկավոր խոտ կտրի։ Ես չհարցրի, թե դա ինչու է անհրաժեշտ, ինձ համար միայն մի բան էր հասկանալի, պետք է շուտ խոտ կտրել։ Մենք արագությամբ հանեցինք վրաներիցս ամբողջ սպառազինությունը և տենդային շտապողականությամբ գործի կպանք։ Մինչև ես մի խորոմ խոտ կհավաքեի, որ մի ձեռքով կարելի էր բռնել, դերսուն այնքան կտրեց, որ երկու ձեռքով հազիվ էր բռնում։ Քամին փչում էր այնպիսի սաստկությամբ ու այնպիսի ուժով, որ ոտքի վրա կանգնելը համարյա անկարելի էր։ Հագուստս սկսում էր սառչել։ Մեր կտրած խոտը հազիվ էինք գետնին դրել, երբ իսկույն ձյունը վերևից ծածկեց այն։ Մի քանի տեղ դերսուն չէր թույլ տալիս, որ խոտ կտրեի, նա բարկանում էր, եթե չէի լսում իրեն։ Քեզ հասկանալ չկա, գոռում էր նա, դու պետք է լսիր և աշխատիր, իմ հասկանալ։ Դերսուն վերցրեց հրացանների փոկերը, վերցրեց իր գոտին, գրպանումս մի փոքրիկ թոկակտոր էլ գտնվեց։ Այս բոլորը նա ոլորեց ու ծոցը կոխեց։ Ավելի ու ավելի էր մթնում ու ցրտում։ Շնորհիվ նստած ձյան դեռ կարելի էր լինում գետնին բան տեսնել։ Դերսուն շարժվում էր զարմանալի եռանդով։ Նրա ձայնում երկյուղի և զայրույթի հնչյուններ էին լսվում։ Ես նորից դանակը վերցրի ու աշխատեցի մինչև ուժասպառություն։ Շապկիս վրա շատ ձյուն էր նստել։ Երբ սկսեց հալվել, ես զգում էի, թե սառը շիթերն ինչպես էին վազում մեջքովս։ Կարծում եմ, մի ժամից ավելի էինք խոտ կտրում։ Ծակող քամին և չանգռող ձյունն անտանելիորեն կտրում էին մեր երեսը։ Ձեռներս կուցումել էին։ Սկսեցի փչելով տաքացնել և դանակը վայր գցեցի։ Նկատելով, որ ես չեմ աշխատում, դերսուն կրկին գոռաց վրաս. Կապիտան, աշխատիր, իմ շատ վախենալ, շուտով կորչել։ Ես ասացի, որ դանակս կորցրել եմ։ Ձեռներով խոտ պոկել, գոռաց նա, աշխատելով իր ձայնը քամու աղմուկից ավելի բարձրացնել։ Մեքենայորեն, համարյա անգիտակցաբար ես կոտրտում էի եղեգներն ու ձեռներս կտրում, սակայն վախենում էի աշխատանքը դադարեցնել և այնքան խոտ պոկեցի, մինչև որ վերջապես ուժասպառ եղա։ Աչքերումս սկսեցին շրջաններ երևալ, ատամներս իրար էին զարկվում, ինչպես ջերմի ժամանակ։ Թրջված հագուստս կծկվել ու ճռճռում էր։ Վրաս նիր եկավ։ Այ թե ինչպես են սառչում, անցավ գլխովս։ Դրանից հետո ես մի տեսակ մոռացության մեջ ընկա։ Հանկարծ զգացի, որ մեկն ուսս թափ է տալիս։ Ուշքի եկա։ Ինձ վրա կռացած կանգնած էր դերսուն։ Ծունկ չոքիր, ասաց նա ինձ։ Ես հնազանդվեցի ու ձեռներով կպա գետնին։ Դերսուն ինձ ծածկեց իր վրանակտորով, վերևից էլ խոտը լցրեց։ Հանկարծ ավելի տաքացավ։ Ջուր էր կատկթում։ Դերսուն երկար ժամանակ շուրջս պտույտ էր գալիս, ձյունը կիտում ու ոտներով տրորում էր։ Ես տաքացա ու ծանր նիրհուն դրության մեջ ընկա։ Ինձ թվում էր, թե շատ եմ քնել։ Հանկարծ լսեցի դերսուի ձայնը. Կապիտան, մի կողմ քաշվիր։ Ես ուժ գործի դրի ու մի կողմ քաշվեցի։ Գոլդը ներս սողաց վրանի տակ, պառկեց կողքիս ու երկուսիս ծածկեց իր կաշվե վերնազգեստով։ Ես ձեռքս մեկնեցի ու ոտներիս վրա շոշափեցի ինձ ծանոթ մորթե ոտնամանները։ Շնորհակալ եմ, դերսու, ասացի ես, ծածկվիր ինքդ։ Ոչինչ, ոչինչ, կապիտան, պատասխանեց նա, հիմա չէ վախենալ։ Իմ պինդ խոտ հյուսել, քամին կոտրել չկա։ Որքան շատ ձյուն էր թափվում մեզ վրա, այնքան մեր վրանն ավելի էր տաքանում։ Վերևից կաթելը դադարեց։ Դրսից քամու ոռնոցն էր լսվում։ Կարծես մի տեղ շչակներ էին շչում, զանգակներ էին ղողանջում։ Հետո ինչ-որ պարեր երևացին աչքիս, ինչ-որ տեղ դանդաղ ցած էին կնում։ Վերջապես երկար ու խոր քնի մեջ ընկա։ Այսպես երևի մենք 12 ժամ քնեցինք։ Երբ արթնացա,
մութ էր ու խաղաղ։ Հանկարծ նկատեցի, որ մենակ եմ պառկած։ «Դերսու!» ճչացի ես վախեցած։ «Արջեր», լսեցի ես դրսից եկող ձայնը։ «Արջեր, դուրս արի, պետք է մեր որջ գնալ»։ Ես արագությամբ դուրս եկա ու ակամա աչքերս ծածկեցի ձեռքով։ Ձնից ամբողջ շրջակայքը սպիտակել էր, օդը թարմ էր ու ջինջ, սառնամանիք էր։ Երկնքի երեսով պատառոտված ամպեր էին լողում, տեղ-տեղ կապույտ երկինք էր երևում, թեպետ շուրջը դեռ մռայլ էր ու մութ, սակայն զգացվում էր, որ շուտով արև է ծագելու։ Ձնահար խոտն ընկած էր շերտ-շերտ։ Դերսուն մի փոքր չոր հնոտի ժողովեց, փոքրիկ կրակ վառեց ու դրա վրա ոտնամաններս չորացրեց։ Հիմա հասկացա, թե ինչու Դերսուն տեղ-տեղ չէր թողնում, որ խոտը պոկեմ։ Նա ոլորել էր այդ խոտերը և փոկերով ու թոկերով մեր վրանի վրա էր քաշել, որ քամին դրանք չպոկեր։ Փրկված լինելուս համար Դերսուին շնորհակալություն հայտնեցի։ Մենք միասին գնալ, միասին աշխատել, շնորհակալ չի հարկավոր։ Եվ խոսքն ուրիշ նյութի դարձնելու համար ասաց. այսօր շատ մարդիկ կորչի։ Ես հասկացա, որ մարդիկ, որոնց մասին խոսում էր Դերսուն, թռչուններն էին։ Դրանից հետո մենք քանդեցինք մեր խոտի վրանը, վերցրինք մեր հրացանները և գնացինք պարանոցը գտնելու։ Պարզվեց, որ մեր բացօթյակը դրան շատ մոտ էր։ Ճահիճն անցնելով մի փոքր գնացինք Խանկա լճի ուղղությամբ, հետո թեքվեցինք արևելք դեպի Լեֆու գետը։ Բքից հետո անապատն անկյանք ու ամայի էր երևում։ Սագերը, բադերը, որորներն ու սղոցուկ սագերը բոլորը չքացել էին։ Մուգ դեղնագույն ֆոնի վրա մեծ կետերով սպիտակին էին տալիս ձյունածածկ ճահիճները։ Լավ էինք գնում, որովհետև խոնավ գետինը սառել ու դիմանում էր մարդու ծանրությանը։ Շուտով գետը դուրս եկանք, իսկ մեկ ժամից հետո բացօթյակում էինք։ Վոլենտևը և Մարչենկոն մեր պատճառով չէին անհանգստացել։ Նրանք կարծել էին, թե Խանկա լճի մոտ մենք բնակավայր էինք գտել ու այնտեղ էլ գիշերելու ենք մնացել։ Ես ոտնամաններս փոխեցի, թեյ խմեցի ու խարույկի մոտ պառկեցի։ Կրակի մյուս կողմում քնած էր Դերսուն։ Հաջորդ օրը սաստիկ սառնամանիք արեց, ջուրն ամեն տեղ սառեց, գետի երեսով աշնանային առաջին սառույցն էր գնում։ Լեֆուի վտակներն անցնելը մեզնից ամբողջ օր խլեց։ Մենք հաճախ էինք կույր գետաբազուկների մեջ ընկնում և ստիպված լինում վերադառնալ։ Վերջին բացօթյակից հեռանալիս Դերսուն Վոլենտևին խնդրեց, որ օգնի նավակ նավ հանել։ Նա խնամքով մաքրեց նավակն ավազից, խոտով սրբեց, հետո շուռ տվեց ու դրեց մի քիչ բարձր տեղ։ Ես արդեն գիտեի, որ դա նրա համար է արվում, որ որևէ մարդիկ կարիքի դեպքում կարողանան օգտվել դրանից։ Առավոտյան մենք հրաժեշտ տվեցինք Լեֆուին ու ոտքով գնացինք Չեռնիգովկա, որտեղ մեզ մեր մյուս մարդիկ էին սպասում ձիերի հետ։ Հենց նույն օրը, կեսօրից հետո, հասանք Դմիտրովկա գյուղը, որ ընկած է ուսուրիական երկաթգծի մյուս կողմում։ Երկաթգիծն անցնելով Դերսուն կանգ առավ, ձեռք տվեց ռելսերին, երկու կողմը նայեց ու ասաց. «Հը, իմ այս լսել, չորս կողմը մարդիկ խոսում, հիմա ինքդ հասկանալ»։ Գյուղում մենք բնակարաններում տեղավորվեցինք, բայց Գոլդը չուզեց խրճիթ գնալ և ըստ սովորույթի մնաց բաց երկնքի տակ գիշերելու։ Երեկոյան ես նրա կարոտն զգացի ու գնացի փնտրելու։ Գիշերը թեպետև մութ էր, բայց եկած ձյան շնորհիվ կարելի էր այնուամենայնիվ մի բան տեսնել։ Բոլոր խրճիթներում վառարաններ էին վառվում։ Սպիտակավուն ծուխը քուլա-քուլա դուրս էր գալիս ծխնելույզներից և հանդարտ վեր բարձրանում։ Ամբողջ գյուղն էր ծխում։ Պատուհաններից լույսը փողոցն էր ընկնում և լուսավորում ձյան կույտերը։ Մյուս կողմում, հետքի մասում, առվակի մոտ կրակ էր երևում։ Ես հասկացա, որ դա Դերսուի բացօթյակն է և ուղղակի այն կողմը գնացի։ Գոլդը նստել էր խարույկի մոտ ու մտածում էր։ «Գնանք խրճիթ թեյ խմելու», ասացի նրան։ Նա ինձ չպատասխանեց և իր հերթին հարցրեց. «Վաղն ուր գնալ»։ Ես պատասխանեցի, թե Չեռնիգովկա կգնանք, այնտեղից Վլադիվոստոկ։ Իրեն էլ հրավիրեցի, որ հետս գա։
Խոստացա, որ մոտ ժամանակներս նորից տայգա կգնամ, ռոճիկ առաջարկեցի։ Երկուսս էլ սկսեցինք մտածել։ Չգիտեմ, թե նա ինչ էր մտածում, բայց զգում էի, որ կարոտի թաղծի պես մի բան է թափանցում սիրտս։ Ես սկսեցի նրան քաղաքի կյանքի հարմարությունների ու առավելությունների մասին պատմել։ Դերսուն լուռ լսում էր։ Վերջապես հառաչեց ու ասաց. «Ոչ, շնորհակալ եմ, կապիտան։ Իմ Վլադիվոստոկ գնալ չի կարող։ Իմ այնտեղ ինչ անել։ Որս չկա գնալ, սամույր քշել էլի չեմ կարող։ Քաղաք ապրել, իմ շուտ կորչել»։ Իսկապես, մտածում էի ես, անտառների բնակիչը քաղաքում չի դիմանա։ Եվ միթե վատ բան չեմ անում, որ շեղում եմ նրան այն ճանապարհից, որին սովոր է նա մանկությունից։ Դերսուն շարունակում էր լռել։ Նա, երևում է, մտածում էր, թե այսուհետ ինչ անի։ Հետո կարծես իր մտքերին պատասխանելով ասաց. «Վաղը ես ուղակի գնալ»։ Նա ձեռքով ցույց տվեց արևելքը։ 4 արև գնալ, Դաոբիխի գտնել կա, հետո Ուխալի գնալ, հետո Ֆուդին գետ, սարեր ու ծով։ Ես լսել, որ այնտեղ ծովի երկիր, շատ բան, սամույր լինել, եղջերու նույնպես լինել։ Մենք կրակի մոտ դեռ երկար նստած զրուցում էինք։ Ես արդեն կապվել էի Դերսուի հետ։ Հիմա նրանից բաժանվելն ինձ համար ծանր էր։ Հաջորդ առավոտ առաջին բանը, որ հիշեցի, այն էր, թե Դերսուն գնալու է մեզնից։ Թեից հետո ես տանտերերին շնորհակալություն հայտնեցի ու փողոց դուրս եկա։ Հրաձիգներն արդեն մեկնելու էին պատրաստվում։ Դերսուն էլ նրանց հետ էր։ Հենց առաջին հայացքից տեսա, որ նա հեռավոր ճանապարհի է պատրաստվել։ Մախաղն ընդհուպ էր, գոտին ձգած, ոտնամանները լավ հագած։ Դմիտրովկայից մոտ 1 կիլոմետր հեռանալով Դերսուն կանգ առավ։ Հրաժեշտի ծանր րոպեն հասավ։ «Մնաս բարով, Դերսու», ասացի ես նրան ձեռքը սեղմելով։ «Ցանկանում եմ քեզ ամեն բարիք։ Ես երբեք չեմ մոռանա այն, ինչ դու ինձ համար արեցիր։ Մնաս բարով։ Գուցե երբևիցե հանդիպենք»։ Դերսուն հրաժեշտ տվեց հրաձիգներին, հետո գլխով արեց ինձ ու մտավ ձախ կողմի թփուտները։ Մենք մնացինք մեր տեղերում ու նայում էինք նրա հետևից։ 5 րոպե հետո նա մի փոքրիկ բլուր բարձրացավ, որը ծածկված էր փոքրիկ թփերով։ Երկնքի լուսավոր ֆոնի վրա պարզորեն նկարվում էր նրա ֆիգուրը, մախաղը մեջքին, հենափայտն ու հրացանը ձեռքերում։ Այդ րոպեին պայծառ արևը դուրս եկավ սարերի հետևից և լուսավորեց Գոլդին։ Փոքրիկ լեռնագագաթը բարձրանալով, նա կանգ առավ, երեսը մեզ դարձրեց, ձեռքով արեց ու թաքնվեց գագաթի հետևը։ Կարծես սրտիցս մի բան կտրվեց։ Ես զգացի, որ մոտիկ մարդ կորցրի։ Լավ մարդ էր, ասաց Մարչենկոն։ Այո, այդպիսի մարդիկ քիչ են, պատասխանեց նրան Վոլենտևը։ Մնաս բարով, Դերսու, մտածում էի ես։ Դու իմ կյանքը փրկեցիր։ Ես դա երբեք չեմ մոռանա։